Բարև ձեզ սիրելի YouTube-յան հետևորդներ, մենք շարունակում ենք մեր ոդկասթների շարքը եւ այսօր իմ հյուրն է քաղաքագետ վերլուծաբան Ռեբեկա Մարտիրոսյանը։ Քանի որ վերջին շրջանում շատ մեծ հնչեղություն է վայելում Ռոբերտ Գրինի իշխանության 48 օրենքները գիրքը, այսօր մենք կքննարկենք այս գիրքը, քանի որ այս գիրքը ավելի շուտ ենք ձեռք բերել, քան հայերեն տարբերակը առկա էր գրախանութներում, ապա մեր գիրքը կլինի ռուսերեն, բայց ընդհանուր մեր շփման լեզուն կլինի հայերեն։ Ինչ կարծիք ունես գրքի մասին, որքանով է այն քեզ դուր եկել եւ կա արդյոք ինչ-որ մի բան, կոնկրետ որի մասին կցանկանաս խոսել, թե յուրաքանչյուր օրենքի մասին առանձին մեր տեսակետը հայտնենք։ Նախ շնորհակալ եմ ինձ ունկալելու համար, ինձ համար շատ հաճելի է այստեղ լինել քեզ հետ ու խոսել նման հետաքրքիր եւ բազմաբովանդակ թեմաներից, որոնք շատ ակտուալ են մեր օրերում եւ շատ շոշափելի են։ Ինչ վերաբերվում է գրքին եւ գրքի հեղինակին, գիտես Ռոբերտ Գրինը այն հերթական հեղինակներից ու գրողներից է, որը շեշտը դրել է արդիականության, կրկնվող անալոգիայի եւ ինչու՞ չէ նաեւ կրկնվող մեթոդաբանության վրա ու իր 48 կանոնները այնքան շոշափելի են ու այնքան ակնառու են եւ 20-րդ դարում եւ 21-րդ դարում ու հիմա ապրելով 21-րդ դարում հետևելով քաղաքական իրադարձություններին գլոբալ մակարդակով ոչ միայն լոկալ մակարդակով կարող ենք հեշտությամբ գտնել օրինակներ բերել ու այդ 48 կանոններից որևէ մեկը վերագրել տվյալ իրավիճակին, տվյալ զարգացմանը շատ օրինակներ կարող ենք բերել, բայց եթե փորձենք առանձնացնել որոշները, որտեղ ցավոք սրտի 48-ին էլ անդրադառնալ չենք կարող, ինձ համար վերջերս առանձնացրեցի Ռոբերտ Գրինի կանոններից մեկը կապված ամեն կերպ ուշադրություն դարձրու քեզ վրա եւ թող քո մերձավոր շրջապատում անընդհատ ուշադրության կենտրոնում եւ ակնառուն դու լինես, ակամայից դա ուզում եմ պրոյեկտել Դոնալդ Թրամփի վրա, Դոնալդ Թրամփը երբ առաջին անգամ եկավ իշխանության, sense հետաքրքիր բան անենք, առանձնացնենք կանոնը եւ քանի որ համ դու ես քաղաքական վերլուծաբան, համ ես եմ հետաքրքրում քաղաքականությամբ, պրոյեկտենք մեր իրականության վրա կամ հայաստանյան իրականության վրա կամ ինչ որ համաշխարհային պատմությունից օրինակ բերենք, դրանով իսկ ավելի հետաքրքիր դարձնելով եւ ավելի թանձրացական դարձնելով մեր խոսակցությունը։ Սիրով հիմա Դոնալդ Թրամփի վրա պրոյեկտելուց հետո Դոնալդ Թրամփի օրինակը ոչ շատ հեռու մեզ մոտ կանգնած ինչ որ մեկի վրա էլ կարող ենք հեշտությամբ պրոյեկտել, թեկուս բացասական կերպով, բայց ուշադրությունը կենտրոնացրու քեզ վրա։ Երբ որ Թրամփը եկավ իր առաջին պաշտոնավարմանը, բոլորը Թրամփին վերաբերվում էին մի խելագար միլիարդատերի, ով որ այնքան փող ուներ, որ անելու բան չուներ ու որոշել էր մտնել քաղաքականություն, բայց վերաբերմունքը Թրամփի նկատմամբ փոխվեց իր երկրորդ կառավարման ժամկետի ժամանակ, երբ որ Թրամփը սկսեց դադարել լինել խելագար միլիարդատեր, այլ լինել մեկը, ով որ փորձում է թելադրել համաշխարհային կարգը, այդ world order ասվածը, իսկ եթե պրոյեկտելու լինենք մեր ցավալի եւ տխրալի իրականության վրա եւ չգնանք շատ հեռու, չհասնենք օվկիանոսից անկյուն, մենք էլ ունենք նման օրինակ մեկին, ով որ պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի լինի խոսակցության թեմա, լինի արդիական օրակարգ թելադրող, թեկուզ բացասական կերպով, անընդհատ հրապարակելով իր սոցցանցերում, անընդհատ խոսելով ազգային ժողովի ամբիոնից, միևնույն է թեկուզ բացասական գնահատականի արժանանալով, մարդը կարողանում է շոշափել հասարակության տրամադրությունը, իր վրա անընդհատ ուշադրություն պահել։ Վերհիշել այն ժամանակահատվածը, երբ որ ՀՀ երրորդ եւ երկրորդ նախագահների աջակիցների մեջ որոշակի քննարկումներ էին լինում եւ այդ ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը դուրս էր մղվել պլանից եւ նա շատ ծանր էր տանում այդ հանգամանքը, որ համայն հայության ուշադրության կենտրոնում չէր եւ այլ հարցեր էին քննարկվում քաղաքացիների շրջանում։ Ես կարծում եմ հենց այդ շրջանում էր, որ Նիկոլի մոտ ստիմուլ առաջացավ Զեֆիրա լսելու
եւ Զենֆերային լսելով, այո, երևի ինքը փորձում էր դեպրեսիան հաղթահարել եւ հիշում եմ որևէ սկանդալային եւ բնականաբար ծամատրություններից ներկայացնող ինչ որ նյութ տեղադրեց սոցցանցերում, որպեսզի այդ երկրորդ եւ երրորդ նախագահների թիմի միջև եղած խոսակցություններից հասարակությունը կտրվի եւ սկսի խոսել իր մասին, թեկուզ եւ բացասականը, բայց միևնույն է խոսի։ Այդուհանդերձ վերադառնալով մյուս օրենքներին, կա այսպիսի օրենք, երբեք մի ստվերիր քո վերադասին։ Արի, եթե պրոյեկտենք մեր հայաստանյան իրականության վրա, արի հիշենք, որ Ալեն Սիմոնյանը բավականին հաճախ ավելի երևացող դիրքում է հայտնվում եւ հասարակության շրջանում որոշակի չափով ավելի դրական կարծիքների է արժանանում, քան Նիկոլ Փաշինյանը եւ իմ կարծիքով դա ապագայում կարող է հեղի լինել բացասական հետևանքներով հենց Ալեն Սիմոնյանի վրա։ Նանե ջան, կհիշես, վերջերս մի իրավիճակ էր ստեղծվել Ալեն Սիմոնյանի մերձավորների հետ կապված, հա, եղբոր եւ եղբոր կնոջ հետ կապված։ Ինձ թվում է սա թերևս քո ասածի ամենաակնառու ռեալ շոշափելի դրվագներից մեկն է, երբ որ դու անընդհատ գտնվում ես լրագրողների ուշադրության կենտրոնում, դու անընդհատ ազգային ժողովում ես, լրագրողները անընդհատ քեզ են շտապում հարցեր հղելու, թեկուզ եւ քննադատանքի տեսքով, թեկուզ ընդհանուր մոտեցմանը ծանոթանալու հարցում, միևնույն ուշադրության կենտրոնում դու ես ու կարծում եմ երևի չափազանց բայց սկսած խանդ կարող է առաջանալ։ Միանշանակ, որովհետեւ Նիկոլի էգոն թերևս շատ մեծ է ու այդ էգոն պատրաստ է շատ հեռու գնալու, անընդհատ առաջին է լինելու, անընդհատ ուշադրության կենտրոնում լինելու ու շատ ճիշտ է նկատել Ալեն Սիմոնյանի հետ կապված, այո, Ալեն Սիմոնյանը թերևս ամենաշատ բրիֆինգներն է ունենում ազգային ժողովում եւ իր ծավալով, ինչքան էլ որ Նիկոլը գնա ազգային ժողովում հարցու պատասխանի մասնակցելու բրիֆինգների մակարդակով Ալեն Սիմոնյանը թերևս առաջատար է լրագրողների հետ շփման առումով, ահա, ճիշտ ես ասում։ Եթե համաշխարհային օրինակ բերենք եւ պատմական օրինակ բերենք, կարող ենք Նիկոլո Մակիավելի օրինակը բերենք, երբ որ Մեդիչիների կառավարման ժամանակահատվածում ինքը անընդհատ գովերգում էր իշխաններին, լինելով բավականին խելացի եւ առաջադեմ մարդ, ցույց չէր տալի իր խելքի ամբողջ պաշարը, այդպիսով իսկ խանդի տեսարաններ չառաջացնելու համար եւ ընդհանուր Մակիավելին պատմության մեջ մնաց բավականին հզոր եւ իր միտքը մարդկանց հասցնող մարդ, ինչպես նաև կարող ենք բերել Գալիլեո Գալիլեի օրինակը, որ հայտնագործություն անելուց հետո չշտապեց տեղեկացնել, որ ինքը հայտնագործություն է արել եւ ինքը շատ խելացի է, գիտնական է եւ այլն, այլ ուղղակիորեն այդ հայտնագործությունը կապեց իշխող իշխանի հետ, այդպիսով իսկ հետագայում արդեն առաջանալով դափնիների Երբեմն քո առավելությունները, քո հմտությունները, գիտելիքը եւ տաղանդը, շնորհը, որը ի վերուստ է տրված լինում, կարծում եմ, գիտելիքը ձեռքբերովի է, իսկ շնորհը ի վերուստ տրված է Աստծո կողմից, երբեմն երբ որ դու անում ես ցուցամոլություն եւ չես դինում հաշվենկատ եւ ցույց ես տալիս եւ բարձանում ես, դրանով ստորադասում ես քո վերադասին, տվյալ բարակայում քո իշխանին, քո վարչապետին, քո կայսրին ու դա հղի է շատ վտանգավոր իրադարձություններով, որոնք կարող են քեզ հետ տեղի ունենալ ու չեմ կարող համաձայնել քեզ հետ, շատ տիպիկ օրինակներ ես բերում եւ շատ վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձություններից եւ մեր ներկայիս իրականության հետ կապ ունեցող կանոնը մի վստահիր ընկերներին ամբողջությամբ, օգտագործիր թշնամիներին։ Ինչ կասես, ինչ օրինակ կարող ես բերել։ Ես կարող եմ օրինակ բերել, որ Նապոլեոնը օգտագործում մի քիչ կոպիտ բառ է, որպես գեներալներ, որպես զորքի հրամանատարներ հրավիրում էր այն մարդկանց, այդ պաշտոններին ներդնում այն մարդկանց, ովքեր որ ժամանակին եղել են Ֆրանսիայի թշնամիները եւ թշնամի բանակներում են կռվել։ Ես կարծում եմ, որ Նապոլեոնը երբեմն ելնում է շահադիտական նպատակներից ոչ այնքան կենտրոնանալով Ֆրանսիայի վրա, որովհետև իմ անձնական մոտեցումը հետևյալն է, երբեմն երբ որ դու իսկապես ազնիվ մղումներ ունեցող երկրի ղեկավար
դառնում ես, այսինքն ազնիվ մղումներ ունեցող մարդ ես, երբ որ դու իսկապես ունենում ես ազնիվ մղումներ, որպես հայրենասեր մարդ, որպես պատերազմ գնացած մարդ, քո հայրենիքի համար կռված մարդ, ում որ կարող է նրա պարտությունը ցավ պատճառել, ռևանշիզմի զգացում առաջացնել, երբ որ դու այդ ազնիվ մղումներով հանդերձ գալիս ես իշխանությունը ստիպում է քեզ քո անձնական շահը նույնականացնել քո պետականության եւ պետության շահի հետ։ Սա իմ անձնական կարծիքն է, գուցե ինձ հետ չհամաձայնվեն, բայց երբեմն երբ որ դու ուղղակի ղեկավարից, կայսրից, նախագահից, կանցլերից վերածվում ես բռնապետի, արդեն քո անձնական շահը նույնականացնում ես պետության շահի հետ, ու այդ քո նշանակումներն ու որոշումներն էլ հենց քո ամիջական եսից են բխում, ոչ թե քո պետության գնահատանքից։ Իզուր չէր, որ Նապոլեոնը արդեն սկսել է չհաշվարկել են ռիսկերը, որոնք որ կարող էր ինքը ունենալ ցարական Ռուսաստանի վրա հարձակվելու ժամանակ, շտապողականությունը հաշվի չառնելով, որ իզորքը սոված է, որ իզորքը հոգնած է, որ Ռուսաստանը ցուրտ երկիր է, մտածում էր, որ եթե Եգիպտոսում հաջողություններ ունեցավ ու այդպես շարունակ, Ռուսաստանը կարող էր լինել նույնն, այնպես չի Ռուսաստանը անհաղթահարելի մի պետություն էր, այս ժամանակվա կարծում եմ Նապոլեոնի համար, որտեղ բավականին թուլամորթ կայսեր ուներ այդ ժամանակ, բավականին թուլամորթ ցար ուներ, ընդ որում բավականին երիտասարդ տարիքի, բայց իր անհաշվետողականության, շտապողականության եւ այդ փառքի մոռուցքի արդյունքում Նապոլեոնը կոտորեց իր զորքին եւ իրան սարքեց տխրահռչակ մեկը։ Հաջորդ օրենքը թաքցրու քո իրական նպատակները, ինչ ես մտածում այս օրենքի մասին։ Ես օրինակ եթե պրոյեկտենք մեր հայ իրականության մեջ, եթե կհիշես 18 թվականի իշխանափոխությունը, իշխանազավթումը, որ տեղի ունեցավ, սկզբնական շրջանում բողոքի ցույցերը միտված չէին իշխանափոխությանը, այսպես կոչված հեղափոխությանը, այլ ընդհանուր պայքար էր անարդարության դեմ, արդարության ձգտումով։ Այսինքն այն մարդիկ, ովքեր որ սկզբնական շրջանում դուրս են եկել ցույցերի, պայքարել են արդարության համար չեն պայքարել, իշխանափոխության կամ հեղափոխության համար։ Ես կարծում եմ, որ 2018 թվականի արդարության համար պայքարը միշտ էլ իրեն հավասար նշանով ունեցել է իշխանափոխությունը։ Այդ մտադրության մասին պարզապես նպատակահարմար չի եղել բարձրաձայնել սկզբնական շրջանում։ Եթե վերածենք մաթեմատիկական հավասարման, ապա արդարություն, հավասար իշխանափոխություն, հավասար է մերժել Սերժին, Սերժի մերժելը հավասար է Լեռնային Ղարաբաղի հանձնումը Ադրբեջանին։ Ինձ համար սա ունի նման մաթեմատիկական բանաձև, որովհետև արդարության համար պայքարի վերջո դարձավ հավասար եւ մնաց նույն ժարի վրա Լեռնային Ղարաբաղի կորուստի հետ։ Ինչ վերաբերվում է նրան, երբ ասում ես պրոյեկտեն 2018 թվականի վրա, էլի շատ դիպուկ օրինակ ես բերում, այո, դե եթե ելներ ու հայտարարեր, որ հենց դառնամ վարչապետ, իմ կետից եմ սկսելու բանացային գործընթացը, կարծում եմ շատ խելամիտ մարդիկ ուղղակի նրան դուրս չէին վերաբերվի։ Եվ եթե կհիշես, երբ որ Նիկոլը հայտնվել էր Մեկուսարանում էր հայտնվել, թե որտեղ էր հայտնվել սկզբնական շրջանում, չեմ հիշում։ Սկզբնական շրջանում չէր, վերջում էր, ճիշտ ես ասում։ Նախագահի հրաժարականի նախորդ օրն էր, այո, ԱԱԾ Մեկուսարանում էր։ ԱԱԾ Մեկուսարանում էր, երբ կինը վեր կացավ, պիտի խոստովանեմ, այդ ժամանակ ավելի պատշաճ էր հագնվում, քան հիմա, եւ հագնվում էր։ Այո, հագնվում էր, ճիշտ է, վեր կացավ ու ասեց, ես ձեզ ղեկավարել չեմ կարող, պիտի սպասենք ինքը գա, իսկ ինքն երբ որ եկավ, ինչ ասաց, կամ այս երկրի վարչապետը կլինեմ ես, կամ այս երկիրը վարչապետ չի ունենա։ Լավ, շարունակենք։ Բայց եթե թույլ կտաս, մի օրինակ էլ բերեմ Բիսմարկի վրա։ Բիսմարկը այն ժամանակ հանդես էր գալի խաղաղության կետից, ասելով, որ պետք է դաշնակիցների հետ գնալ խաղաղության, եթե պրոյեկտենք Իլհամ Ալիևի վրա պետք է գնա խաղաղության, պետք է ունենա դաշնակիցներ։ Բիսմարկին համեմատում ենք Նիկոլ Փաշինյանի հետ։ Բիսմարկին փորձում եմ համեմատել Իլհամ Ալիևի հետ, թող ինձ ների իհարկե Բիսմարկը, եթե պիտի ների թողների, բայց դες Իլհամ Ալիևն էլ ասում պետք է գնալ խաղաղության խաչմերուկ
եզրույթը առաջինը հեղինակել է Իլհամ Ալիևը եւ խաղաղության խաչմենուկը թուրք-ադրբեջանական պրոյեկտ է։ Իհարկե։ Որի թիվ 1 շահառուն Ադրբեջանը, Թուրքիան եւ Նիկոլ Փաշինյանն են։ Ու ասում էր պիտի գնալ խաղաղության, պետք է խաղաղություն կարգել, ինչպես որ Բիսմարկն էր ասում, ինչ էր անում, բայց Բիսմարկը ինչ էր անում։ Փորձում էր այդ խաղաղության տակ միավորել Գերմանիան։ Այո։ Հիմա Իլհամ Ալիևը փորձում է միավորել այն մտածածին ադրբեջանական տարածքներն ու սահմանները, որոնք իրենք վերագրում են իրենց։ Արևմտյան Ադրբեջանը, Հյուսիսային Ադրբեջանը, հա, Իրանի հաշվին, Հայաստանի Հանրապետության հաշվին։ Այսինքն իրենք Հուսանք Ալիևը չունենա այն ճակատագիրը, ինչ որ ունեցավ Բիսմարկը։ Ես էլ շատ հույս ունեմ, բայց Բիսմարկի կյանքում Նիկոլ չկար, իսկ Ալիևի կյանքում Նիկոլ կա։ Ինձ թվում է մի փոքր առավելություններ ունի Ալիևը։ Հաջորդ օրենքը քիչ խոսիր, քան անհրաժեշտ է։ Ինչ կասես, քաղաքական գործիչը պետք է շատ խոսա, թե հակառակը պետք է քիչ խոսա, ինչով որ իր ինչ-որ փայլ հաղորդի։ Գիտես, երբ փոքր էի, միակ է ոչ այնքան փոքր, երևի 13-14 տարեկան էի, մեր տանը մենք անընդհատ հեռուստացույց էինք դիտում իդեմս լուրերի թողարկման։ Ես հիշում եմ, պապիս շատ սիրում էր հետևել լուրերի թողարկմանը, իրեն միշտ հետաքրքիր էր ինչ էր կատարվում Հայաստանում եւ աշխարհում, երբ որ ամեն անգամ հեռարձակումներ էր լինում ազգային ժողովից, երբ եկել էր հարց ու պատասխանի նախագահ Սերժ Սարգսյանը, ես միշտ նկատում էի, որ ինչ ժամանակ ինձ համար այդ մարդը շատ քիչ է խոսում, շատ լուր է, շատ կորեկտ, շատ լակոնիկ է պատասխանում հարցերին ու չեմ հիշում, որ երբևիցե ինչ որ լուրերի թողարկումով երկար խոսք ունենար ինքը։ Հիմա երբ հետ եմ գնում, նայում եմ ու հասկանում եմ, որովհետև նախագահը հասկանում էր, որ զավզակում շատ է խոսում այն երկրի ղեկավարը, որ պոպուլիստ է, իսկ նախագահի որակմամբ պոպուլիզմը քանդում է պետությունը, ինչի հետ ես միանշանակ համաձայն եմ եւ ինչի ականատեսը մենք հիմա լինում ենք։ Նիկոլը այդ շատ խոսելը ոչ թե գրինի ասածով պիտի հակառակը լինի իր պարագայում, այն հակառակն ավելի շատ է։ Այսինքն գրին ասում է քիչ խոսի, շատ գործիր։ Նիկոլը երկուստեղ կարողանում է համադրել, այսինքն եւ ինքը կարողանում է շատ խոսել, օրակարգ թելադրել, լինել ուշադրության, հանրության կենտրոնում, կրքեր բորբոքել եւ կարողանում է դրա հետ զուգահեռ ըստ իր նախագծածի պլանավորածի քայլ առ քայլ հասնել իր նպատակների, որովհետեւ որքան էլ որ իր նկատմամբ ունենանք մեր հստակ կողմնորոշվածությունը, չեն կարող չխոստովանել, որ Նիկոլը իդեալական տիրապետում է մարկանց տրամադրություններին, հոգեվիճակին, պատկերացումներին, ցանկություններին եւ կարողանում է երկուստակ համատեղել եւ գործելու եւ շատ խոսելուն, որովհետեւ նա չի կարողանա գործել եւ իր նպատակները միջև վերջ հասցնել, եթե շատ չխոսի։ Ինքը փորձում է իր շատ խոսալով ֆոն ստեղծել, մարկանց ուշադրությունը շեղել այն գործողություններից, որոնք ինքը պլանավորում է կամ արդեն կեսը արել է։ Համաշխարհային մակարդակի օրինակ եթե բերենք, Անգելա Մերկելը հայտնել նրանով, որ քիչ էր խոսում, քչախոսեր, ինչով որ ավելի էր ծանրացնում եւ ծանրակշիռ էր դարձնում իր դերը։ Պիտի նաեւ ասենք, որ Անգելա Մերկելն էլ բացի այն որ քչախոսեր էր, նաեւ բավականին ճաշակով էր։ Սիրում էր գեղեցիկ, ճոխ, աչքի ընկնող հագուստներ հագնել։ Եվ նյուշապիկի վրա 5 տարբեր գույների կոստյումներ հագնելով փորձում էր գոնե այդպես ուշադրության կենտրոնում լինել եւ կոտրել իր այդ սառը կերպարը։ Իրականում Ելիզավեթ Թագուին էլ էր նույն կերպ։ Իրականում Մերկելը այդպես էր ըստիս փորձում կոտրել իր այդ սառը կերպարը, որովհետեւ ինքը ասոցացվում էր սառը ռացիոնալ, զուսպ ղեկավարի հետ, փորձում էր գոնե մի փոքր տրամադրություն տալ։ Հաջորդ կանոնը՝ պահպանիր քո հեղինակությունը ցանկացած գնով։ Եթե փորձենք սա պրոյեկտել, ինձ թվում է հեղինակության պահպանման հայկական ամենացայտուն օրինակը նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն էր 2018 թվականին։ Եթե հիշես, հրաժարականից հետո երբ որ հարցազրույցի մասնակցեց նախագահան, նշեց, որ եթե պետք է ունենաս պաշտոնից ավելի կարևոր բան, որպեսզի կարողանաս հրաժարվել այդպիսի պաշտոնից ու ինքը փաստեց, որ ինքը ունի։ Իրականում Այսօր ես եկել եմ քո հետ համաձայնելու, ինչ ասես, համաձայնելու եմ, որովհետև շատ իմ սրտից ես ասում ու այն օրինակներն ես բերում, որոնք որ ես էլ իմ աչքի առաջ ինձ համար առանձնացրած ունեմ։ Գիտես, ամեն մեկը չի կարող ուղղակի լինել այդքան
պատվախնդիր, այդքան զգայուն, որպեսզի կարողանա նման քայլի գնալ, նախագահը ինձ թվում է այդ ժամանակ էլ քաշ գիտակցում էր, որ ամեն դեպքում լինելու է քննադատությունների կիզակետում։ Հրաժարական չտա, միևնույն է քննադատությունների կիզակետում է լինելու։ Դա Թվում է, եթե հրաժարական չտար, Հայաստանը վերածվելու էր 2014 թվականի Ուկրաինայի։ Նախագահը որոշեց ավելի վեր դասել հայկական պետականությունն ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքը բառիս բուն իմաստով, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը չվերածվեր քաղաքացիական պատերազմի օջախի Հարավային Կովկասում, քիչ չեն օրինակները մեր հարևան պետություններում, անգամ հիմա Իրանում տեսնում ենք նման իրավիճակ, եւ նախագահը ուներ շատ ավելի թանկ բան, ըստ դա իր հայրենիքն ու իր հայրենակիցներն էին, դրա համար հրաժարական տվեց, որպեսզի լինի լավ եւ որպեսզի լինի այն բոլոր մարդկանց սրտով, որոնք որ գնացել էին 18 թվականի հնարապարակ թեկուզ իրեն մերժելու։ Հաջորդ կանոնը գրավի ուշադրություն ամեն գնով։ Մենք ինձ թվում է խոսեցինք այս կանոնի մասին։ Կարող ենք անցնել առաջ, քանի որ կանոնները շատ են։ Հաջորդը թող ուրիշները աշխատեն քեզ համար, դու հավաքիր արդյունքը։ Այո։ Ինչ կասես։ Օրինակ նման գործելավոճ ուներ Նապոլեոնը։ Մենք խոսեցինք Նապոլեոնի մասին, նա էր նման գործելավոճ ցուցաբերում, ինչպես նաև կարող ենք հիշել Ստալինին, որ երբ որ զինվորականները հաղթում էին, դա իր շնորհքն էր, երբ որ պարտվում էին զինվորականների պարտություններ։ Ավելացնելու բան ունես։ Չէ, ավելացնելու ոչինչ չունեմ, շատ էլի ակտուալ ու ռեալ շոշափելի կանոն է, հաղթանակները իմն են, պարտությունները բոլորինը բացին։ Դե հիշում ես Նիկոլն ասում էր, ես պատասխանատու եմ, մեղավոր չեմ։ Իմ պարտությունը չի, ձեր պարտություններն է։ Պարտությունը ձեր ուղեղների մեջ է։ Աղքատությունը պարտություն ծավալների մեջ է։ Նիկոլը իր պարտությունը, որը իր անմիջական մեղքի ու պատասխանատվության շրջանակում էր գտնվում, կհիշես, երբ որ ազգային ժողովում Անդրանիկ Քոչարյանը սկսեց գլխավորել պատերազմի հարցերը քննող հանձնաժողով, երբ որ անդրադարձավ, Նիկոլը դափնով եկել էր։ Լևոն Տեր-Պետրոսյանի մեղքը, Սերժ Սարգսյանի մեղքը, Ռոբերտ Քոչարյանի մեղքը, եկավ հասավ 4-րդը իրան, ես մեղավոր չեմ։ Ես չգիտեի, որ Իսկանդերը չի կրակում, ես չգիտեի, որ Իսկանդեր կա։ Չգիտեի, որ Իսկանդեր կա։ Ես չէի։ Ժամանակ կատակով ասում էին Իսկանդերը բայել են Մարիամի հարսանիքին, որպեսզի սարի խփեն։ Ու ուզում եի ասեի, լավ, Իսկանդերից տեղյակ չէի։ Ու Իսկանդերի մասին խոսելիս էլ հետո եթե հիշես ինքը նշում էր, որ Իսկանդերը 10%-ով աշխատե, ինչ աղը 20%-ով աշխատե ու Ռուսաստանից պատասխանը եկավ դեպի ասածներ։ Ուզում եմ ասեմ, լավ, Իսկանդերը վատ էր աշխատել, ռուսները վատ էին ծրագրավորել, վատ էին սարքել, Տավուշյան մարտերից հետո առանց միջուկի զենք ինձ թվում է ոչ երկրորդ նախագահներ առել, ոչ երրորդ նախագահներ առել, ոչ էլ առաջին նախագահներ առել։ Մենք առել էր, որ նկարվեր լավ անցնենք առաջ։ Ստիպիր մարդկանց գալ քեզ մոտ։ Այսինքն լինի եղիր այնքան ուժեղ մարդ, որ բոլորը գան քեզ մոտ, կամ եղիր այնքան ուժեղ երկիր, որ բոլորը գան քեզ մոտ օգնության հետևից, կամ գան քեզ հետ հաշվի նստելու։ Այստեղ կարող ենք Հենրի Քիսինջերի օրինակը բերել, Ամերիկայի Միացյալ Նահանգների օրինակով, որ արտաքին առաջնորդներին ստիպում էին ԱՄՆ քաղաքականությունը առաջ տանել, շարժվել ԱՄՆ արտաքին քաղաքականության օրենքներով։ Սառը պատերազմի տարիներին, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հակադրվում էր Խորհրդային Միությանը, հիշում ես ինչ թեզեր առաջ տանում, ասում էր դուք հիմա ազատ եք, մենք առաջադեմ աշխարհն ենք, մենք երկրի մյուս բևեռը չենք, որտեղ բռնատիրություն է, որտեղ ամեն ինչը պարտադրված է, դուք ազատ եք, Եվրոպան ազատ է, մենք Մարշալի պլանի միջոցով Եվրոպան վերակառուցել ենք, կապիտալիզմ, ազատ շուկայական հարաբերություններ, դուք ազատ եք, բայց իրականում դա ինչ էր նշանակում։ Այնպես չէ, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ազատություն էր շնորհել Եվրոպային, լինելու այնտեղ, որտեղ իրենք ուզում էին լինել, կամ պաշտպանելու այն կողմը, որ իրենք ուզում էին պաշտպանել։ Ամերիկայի այդ թեզի տակ թաքնված է կամ ինձ հետ ես, կամ իմ դեմ ես։ Եվ Եվրոպան չուներ այլ տարբերակ, այլ ընտրանք, որովհետև Եվրոպան վերակառուցվել էր
երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մարշալի պլանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ջանքերով։ Իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգները ուներ իր շահերը եւ խառնվելու երկրորդ համաշխարհային պատերազմին եւ խառնվելու դրանից հետո, երբ որ Բերլինի պատը կառուցվեց, լծակներ ստեղծեց, որպեսզի Եվրոպան կախված լինի Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Եվ եթե Pearl Harbor-ի դեպքը տեղի չունենար եւ Ճապոնիան չհարձակվեր, Ամերիկայի Միացյալ Նահանգները երբեք չէր միջամտի երկրորդ համաշխարհային պատերազմին, որտեղ կհիշես ուներ շատ զգուշավոր տրամադրվածություն, տես դիտորդի կարգավիճակով նայում էր ու անգամ մտածում էր, եթե խառնվի Գերմանիան եւ Խորհրդային Միությունը դաշին կկազմեն եւ կհարձակվեն իր վրա նույնիսկ։ Հաջորդը հաղթիր գործողությամբ ոչ թե վեճով։ Էլի կարող ենք պրոյեկտել իրականության մեջ նախագահ Սերժ Սարգսյանի օրինակով կապված արցախյան բանակցությունների հետ եթե պրոյեկտենք, իսկ եթե համաշխարհային ինչ-որ օրինակ բերենք, կարող ենք բերել, ես տնտեսագետ եմ, տնտեսական օրինակ բերեմ, որ Չինաստանը մուտք գործեց Աֆրիկա եւ տնտեսական կշիռ ունի հիմա Աֆրիկայում։ Իրականում կշիռը շատ մեծ է ու գնալով ավելի շատ է մեծանում։ Վերջերս համալսարանում աշխատանք ունեին կապված Չինաստանի էներգետիկ ներուժի մոնիտորինգի հետ եւ ճանապարհ եւ գոտի նախագծի մասին էին քննարկում ու նայում էի թե ինչքան ներդրումներ ունի Չինաստանը Աֆրիկայում արած հենց ճանապարհ եւ գոտի նախագծի համար ու նայում էի թե ինչ տեմպերով է փորձում դառնալ այն գերտերությունը, որի նպատակը իրականում հետապնդում է, բայց չինական մոտեցումները շատ տարբեր են մեր ավանդական մոտեցումներից, որոնք որ մենք տեսել ենք աշխարհում համաշխարհային մակարդակով Միացյալ Նահանգների եւ Խորհրդային Միության, ավելի զսպվածություն, ավելի զգուշավորություն։ Չինաստանի լիդերը վառ օրինակ է այն չինական մոտեցումների կապված կյանքի ընդհանուր միջև կենցաղային մակարդակով, մինչև ավելի շատ աշխարհաքաղաքականություն, պետական արտաքին քաղաքականություն։ Սի Ցզինփինը ինքը լուր քաղաքական գործիչ է, ով որովհետեւ շատ կենտրոնանում է իր նպատակների, իր պետության նպատակների համար, չմասնակցելով խելահեղ տարբեր բնույթի ֆորումներին, գնալով ներկայանելով այնտեղ, որտեղ որ ինքը ուզում է ներկայացվածություն ունենալ, եւ շատ համեստ է իր դաշնակցային հարաբերություններում, տես անգամ Թայվանի հետ կապված դեպքերում ինչքան համեստ է եւ ոչ մի ռազմատենչ քաղաքականություն չի անում։ Իհարկե ինքը փորձում է զգուշացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ չի հանդուրժի եւ պատասխանը չի ուշանա, որովհետեւ տարածքային առումով ավելի մոտ է գտնվում Թայվանին, քան Ամերիկայի Միացյալ Նահանգները ուղղակի կհասցնեն։ Այդ զգուշավորությունը ոչ միայն թույլատնում է Չինաստանի կերպարը, ընդհակառակ ինձ թվում է տալիս է շատ ուժեղ ապագայում դիրքեր զբաղեցնող գերտերության իմիջ։ Հաջորդը խուսափիր անհաջողներից, այսինքն անհաջողակներից այս պարագայում։ Պիտի խոստովանենք, որ Նիկոլի պարագայում դա չի աշխատում։ Նիկոլը չի խուսափել անհաջողակներից, ու իր հաջողությունը հենց անհաջողակներից չխուսափելու մեջ է։ Ես իմ արգումենտները կարամ բերեմ։ Նիկոլը իրեն շրջապատել է հիմարներով, որպեսզի իրեն իսկ ավելի ուժեղ, ավելի խելացի եւ իրեն շրջապատել է անհաջողակներով, որպեսզի բոլորին հիշեցնի, որ իրենց բոլորի հաջողության գրավականը իր ձեռքերում է եւ իր շնորհիվ է։ Եթե համաշխարհային օրինակ բերենք, այսինքն եթե տեղական օրինակ չես ուզում, ես դեպքում չէ, մի հատ ուրիշ օրինակ էի ցանկանում բերել, Մաքիավելին մի հետաքրքիր միտք ուներ, Մաքիավելից եւ ամենաշատ այդ միտքն եմ սիրում եւ ամենաշատն եմ ուշադրություն դարձնում, դա այն է, որ եթե ուզում ես ղեկավարի կամ ցանկացած մարդու առաջնորդի խելքի մակարդակը իմանաս, պետք է նայես թե ինքը ինչ մարդկանցով է իրան շրջապատել։ Շատ ուժեղ ու շատ խելացի միտք է։ Իսկ եթե համաշխարհային պատմության քաղաքականության մեջ պրոյեկտենք, կհիշես, որ Քենեդին Նիքսոնից խուսափում էր Նիքսոնի հետ կապված ամեն ինչից, եթե հիշես Նիքսոնը քաղաքական ամենահայտնի եւ ամենամեծ սկանդալի մեջ էր հայտնվել, եւ Քենեդին խուսափելով այդ սկանդալից, խուսափելով Նիքսոնից, կարողացավ քաղաքական դիվիդենդներ շահել։ Հաջորդը մարդկանց քեզնից կախված դարձրու, սա մենք արդեն քննարկեցինք, օրինակ Եվրոպայի պարագայում, որ ամերիկան Մարշալի պլանով Եվրոպային կախվածության մեջ գցեց։ Հաջորդը օգտագործիր ազնվություն ու առատաձեռնություն մարդկանց հինաթափելու համար։ Ինչ կարող ես ասել։ Երևի համաշխարհային օրինակ ման գիտես։ Երևի Մանդելայի օրինակը բերենք, ինքը ներեց ներքին թշնամիներին։
Ինքը եկավ խաղաղության քարոզով վերջ դնելու քաղաքացիական պատերազմը, բորբոքումները, որոնք որ կային այդ ժամանակ, ու ինքն էլ եկավ հենց այդ խաղաղության անվան տակ, կարճ ասած, ոչ բռնի թավշյա հեղափոխությամբ եկավ իշխանության։ Իսկ ինչ ես կարծում, լիովին պետք է ոչնչացնել թշնամուն, թե չէ, որտեղ մեր հաջորդ օրենքը լիովին ոչնչացրու թշնամուտ է կոչվում։ Ես այս կետով շատ համաձայն եմ հեղինակի հետ, որովհետև այդպես դու երբեք չես կարող հստակ իմանալ հարվածից հետո քո թշնամին ոտքի կանգնի, թե չէ։ Երբեմն երբ հարվածից հետո ոտքի են կանգնում մարդիկ, լինում են ավելի վրեժխնդրության զգացումով լի, ավելի ռևանշիստական տրամադրություններով, իրենց մեջ շատ բացասական էներգիա կուտակած եւ շատ բացասական էներգիան հանգեցնում է քեզ համար մեծ վնասի։ Ես այստեղ ուզում եմ համաձայնվել, իհարկե կարող եմ ինձ համար հակափաստարկ բերել, բայց շատ դեպքերում հակված է մտածելու գրինի նման։ Եթե հիմա պրոյեկտային առաջին համաշխարհային պատերազմից հետո եվրոպական երկրների տրամադրվածությունը Գերմանիայի նկատմամբ սխալ արեցին, որտեղ կամ պիտի Գերմանիային վերջնականապես ոչնչացնեին, կամ էլ պիտի չվարվեին այնպես, ինչպես որ վարվեցին, այսինքն անընդհատ չճնշեին, անընդհատ պարտվածի պիտակը չվերագրեին։ Այստեղ երկուստեք հակասություն կա, եվրոպական allentրանքը դա պիտի լիներ, կամ պիտի վերջնականապես Գերմանիային որպես պետություն կազմաքանդեին եւ կազմալուծեին, կամ չպիտի այդքան ճնշեին բացասական էներգիայով լցնեին, որտեվ նացիստական ճամբարում ստեղծվեց հենց այդ բացասական էներգիայի պատճառով, որը որ մնացած եվրոպական երկրները, այսպես ասած, արտադրում էին Գերմանիայի նկատմամբ։ Հաջորդ օրենքը օգտագործիր բացակայությունը տարժեքդ բարձրացնելու համար։ Եթե հայ իրականության մեջ էլի պրոյեկտենք, ես երևի թե կբերեմ Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակը, որ նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո, մինչև 2008 թիվը առաջին նախագահան ասպարեզում չէր, քաղաքական հայտարարություններ չէր անում, քաղաքականությամբ չէր զբաղվում։ Նաև կարող ենք բերել երկրորդ նախագահի օրինակը, որ 2008-ից 18 թվականներին Ռոբերտ Քոչարյանը չկար ակտիվ քաղաքականության մեջ եւ միայն 18 թվականի իշխանափոխությունից հետո, երբ որ Իրանն սկսեց շահարկվել, վերադարձավ քաղաքականություն։ Գիտես, Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտի հետ վերադարձեց Նիկոլ Փաշինյանը իր խոսույթներով եւ այն սկանդալային զրպարտությունով, համեն դեպս ինձ համար դրանք զրպարտություն են, որտեղ մենք երբեք ճշմարտությունը չենք իմանա, որտեղ անընդհատ ստախոսի բերանից սուտն ենք լսում։ Բերեց զրպարտություններով, գուցե դրանք լինեն ճիշտ, գուցե լինեն սխալ, բայց այստեղ կարևորը այն է, որ Ռոբերտ Քոչարյանին հետ վերադարձրեց ասպարեզ Նիկոլ Փաշինյանը եւ դա արեց, որպեսզի կարողանա անուղղակիորեն ստեղծել իր համար պարարթող 2021 թվականի արտահայտ ընտրություններին հաղթելու։ Հաջորդ օրենքը պահիր մարդկանց անորոշության մեջ։ Արդյոք կարծում ես, որ պետք է առաջնորդը մարդկանց պահի անորոշության մեջ, թե ոչ։ Այսինքն, որպեսզի մարդիկ չիմանան, թե ինչ հաջորդ քայլի է ընդունակ ղեկավար։ Կարծում եմ չպետք է պահի, բայց պահում է։ Կիմ Չեն Ինի օրինակը կարող ենք բերել, եթե համաշխարհային։ Գիտես, Կիմ Չեն Ինը ուղղակի կտրել է ամբողջ աշխարհից հյուսիսկորեացիներին, ստեղծելով այսպես մի հատ փուչիկ, որտեղ միայն իրենք են, այսինքն օտարի առջև բոլոր դռները փակ են, ու այդ ամեն ինչում հյուսիսկորեացիները ուղղակի ապրում են իրենց աշխարհում, չմտածելու, որ աշխարհից այն կողմ բայց հիմա որոշակի արդեն ոնց է իսկ Նիկոլի պարագայում դա արդեն երևի Ռուսաստանի հետ դաշնակցական հարաբերություններից է գալիս, արդեն գալիս քիչ քանակությամբ, բայց գալիս են այնտեղ իրականում հայտնվելը կարծում եմ բավականին բայց այդտեղ էլ մի փոքր շեղվենք թեմայից, այդտեղ էլ կա վտանգ,
քանի որ օրինակ եթե հիշենք ԽՍՀՄ-ի օրինակը, երբ որ ամբողջությամբ երկիրը կայսրությունը փակեր, երբ որ սկսեց բացվել մի փոքր, այսինքն ավելի ազատ խոսք եղավ, մարդիկ գնալ գալու հնարավորություն ունեցան եւ այլն, ճաքեր տվեց ու քան տվեց ԽՍՀՄ-ն։ Հա, ճիշտ ես ասում, կարող ենք նույնը երևի կանխատեսել նաև Հյուսիսային Կորեայի պարագայում, իհարկե այնտեղ մի փոքր ավելի սաստիկ բռնապետություն է 21-րդ դարի նոր աշխարհում ապրելու համար։ Բացի այդ, այնտեղ մի երկիր, մի պետություն, մի ժողովուրդ։ Հա, բավականին միատարր են ընդ որում, շատ մոնոէթնիկ են եւ կրոնի առումով էլ շատ հնազանդվող են, եւ հետո այնտեղ ժառանգաբար փոխանցված իշխանություն է։ Ինչ վերաբերվում է անորոշության Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի Հանրապետությունում անորոշություն, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին միջև այսօր ինչ գիտենք մենք խաղաղության խաչմերուկի մասին։ Ասեմ ավելին, մենք չգիտենք որքան զոհ ենք ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում, որքան գերի ունենք։ Մենք չգիտենք Նիկոլ ինչ բանավոր խոստումներ ա տվել, մենք չգիտենք ինչ գրավոր խոստումներ ա տվել։ Այսինքն խաղաղության խաչմերուկը գալիս է ապացուցելու, որ մենք անորոշության մեջ ենք ու անգամ չգիտենք թե մեզ ինչ է սպասում ապագայում։ Մենք սկսում ենք կռայել ու գտնեց արարողությունների գիրկը։ Ու Նիկոլը դա շատ լավ տիրապետում է եւ շատ լավ կարողանում է կիրառել մեր դեմ, մեզ բայլով անորոշության մեջ։ Հաջորդը մի կառուցիր ամրոց, մեկուսացումը վտանգավոր է։ Մենք արդեն նոր խոսեցինք սրա մասին։ Շատ պետությունների պարագայում մեկուսացումը հենց ամենամեծ պաշտպանությունն է, այդ առումով հնագետ չեմ համաձայնվում, օրինակ հենց Հյուսիսային Կորեան։ Երբ որ կառուցել է մի ամրոց եւ այնտեղ պաշտպանվում է, երբում այդ ամրոցի տնտեսապես երկիրը այդքան էլ հաջող վիճակում չի ու ժողովրդի վիճակը այդքան էլ հաջող։ Գիտես, ժողովուրդը քանի որ չի հասկանում, թե իր երկրից դուրս տնտեսական վիճակը ու բարեկեցության մակարդակը որքան է, ինքը մտածում է, որ ինչ որ ինքը ունի, դա նորմալ է։ Երբ որ սկսի հասկանալ եւ համեմատել իրեն թեկուզ Ռուսաստանի հետ կամ Հարավային Կորեայի հետ կամ Չինաստանի հետ, ինքը կհասկանա, որ իր վիճակը բավականին վատթար է, բայց քանի որ երկիր, որը որ չի զարգանում, բայց քանի որ ինքը չի տեսնում ինչ է կատարվում իրենից իր ամրոցից դուրս, ինքը ցկտում չունի հասնելու ամրոցից դուրս կատարվածին։ Չի զարգանում, իրական ես կարծում եմ թե չզարգանալ այսօր միջուկային զենք չեր ունենա։ Զարգանում է, բայց զարգանում է այն ասպեկտներով, որով որ պետական մակարդակով ձևակերպում կա, այսինքն ռազմավարություն կա մշակած։ Ես գիտեմ, որ նաև իրենք շատ ուժեղ են IT ոլորտում, հակերների զգալի հատվածը իրականում, հենց այդ երկրին են պատկանում, իրանց մոտ ուղղակի զարգացվածության ասպեկտները այլ կերպ ձևակերպումներ ունեն։ Եթե, չգիտեմ, համաշխարհային այլ պետության վրա պրոյեկտ ենք, Եվրոպայում Միացյալ Նահանգներում տնտեսության ասպեկտը շատ կարևոր է։ Իսկ այնտեղ դա ձևակերպած չի որպես պետական քաղաքականության մաս կամ առաջնահերթություն կա, ինչ որ կա, բոլորը տիրապետում սահմանափակվում են դրա մեջ։ Այսինքն Կիմ Չեն Ընի մերձավորները պիտի լավ ապրեն, մնացածը պիտի վատ ապրեն։ Հաջորդը իմացիր ում հետ գործ ունես։ Եթե սա էլի պրոյեկտ ենք մեր հայ իրականության մեջ, էլի պետք է բերենք վարչապետի եւ նախագահի օրինակը։ Նախագահ Սերժ Սարգսյանը, երբ որ Մարիոթում հանդիպեց Նիկոլ Փաշինյանին եւ հետագայում արդեն Սերժ Սարգսյանին հարց տվեցին այդ հանդիպումից, ինքը ասաց, որ ինքը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել է հասկանալու համար, արդյոք Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ կգնա, թե կա հետդարձի կետ, եւ նախագահն նշում է, որ ինքը դրանով իմացավ, թե ով է իրականում Նիկոլ Փաշինյանը եւ արդեն ունեցանք այն, ինչ ունեցանք։ Հաջորդը ձևացիր հիմար խափելու համար։ Այստեղ կարող ենք էլի վերել Նիկոլ Փաշինյանի օրինակը, հիշում ես Սերժ Սարգսյանը ձայնագրություններ էր հրապարակել, որտեղ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ ես ինձ հիվանդի գիշ կխաղամ, ինձ կժետեղ կդնեմ։ Այո, եւ կհասնեմ այն արդյունքներին, որը որ ուզում եմ։ Որ փոքր էի ու էլի պապի միջոցով հեռուստացույցով լուրեր էի նայում, ես միշտ երբ որ Նիկոլին տեսնում էի, քիչ այն ժամանակ Նիկոլը ականջին սարք էր կրում, ես մտածում էի երևի լսողության հետ կապված խնդիրներ ուներ, բայց եթե դնենք հետ ռեպորտաժները նայենք կամ թողարկումները նայենք ազգային ժողովից, կգտնենք, երբ որ Նիկոլը ականջին սարք էր դնում, ես մտածում էի Նիկոլը բարձր է խոսում ու գոռում է, որովհետև ինքը լսողության հետ կապված խնդիրներ ունի։ Ու երբեմն նայում եմ ես մարդուն, ասում եմ լավ ինչի անընդհատ գոռում, կարող չի կարողանում լավ լսել ու դրա համար գոռում է, ու հետո հասկացա, որ
լսողությունը իդեալական է, այդ գորալը եւ իր էության, բնավորության, իր հոգեկան վիճակի արտացոլումն է եւ շատ լավ միջոց է մարդկանց համար աղմուկ ստեղծելու, որ դու ցայնի բարձր գորոցի միջոցով վիզուալ եւ զգացական աղմուկ է ստեղծում մարդուն էլի անորոշության մեջ դնելու համար, խոճապի մեջ դնելու համար, որպեսզի մարդը միայն գորոց լսի ու չհասկանա թե ինչ ես դու ասում գորալով։ Հաջորդը օգտագործիր հանձնվելը որպես զենք, տվյալ պարագայում հեղինակը նկատի ունի կապիտուլյացիան, այսինքն երբ որ դու կապիտուլացվում ես, բայց որոշ ժամանակ անց դու ուժ ես գտնում եւ ավելի մեծ արդյունքների ես հասնում, քան մինչ այդ ունեիր։ Գիտես, որպես սա չենք կարող պրոյեկտել։ Այո, այդ է ուզում ասել, որ գիտես Հայաստանի վրա չեն կարող պրոյեկտել համենայն դեպս մոտակա ժամանակահատվածում ցավոք սրտի չեն կարող պրոյեկտել Գերմանիայում, հա, այսօր շատ օրինակներ Գերմանիայի մասին էին, հավաքական ամբողջություն է Գերմանիան գրինի օրինակների համար, որ 48-ի վրայով էլ անցնենք, ես թվում է մեծամասնությունը Գերմանիայի վրա կկարողանանք գտնել։ Բացի այդ հիմա շատ են ասում, որ Գերմանիան պարտվող պետություն է, բայց ավելի գերմանացիները ավելի լավ են ապրում, քան հաղթող պետությունների քաղաքացիները։ Իրականում այո, պարտված պետություն էին, բայց կարողացան իրանց մեջ գտնել ուժ կամ վճռականություն, կարողացան վերցնել այդ ծանր բեռը իրենց վրա խոստովանելու, ընդունելու, այն ինչ որ տեղի ունեցել, անգամ իրենց հետագա սնունդները, երբ որ իրենք ոչ մի կապ չունեին նացիստական ճամբարի հետ, Երրորդ Ռեյխի հետ, կարողացան իրենց վրա վերցնել այդ ազգային ծանր բեռը, փորձելով մաքրել այդ խարանը իրենց վրայից, ու դա խոսում է ոչ միայն անատապես Ես որ քո նախնինը կամ քո պապին կամ քո նախապապը կապ ունի Երրորդ Ռեյխի հետ, այդ դու արդեն դա դնում ես մի կողմ կապ ունի թե չունի, սկսում ես հասկանալ, որ քո պետությանը պետք է օգնես, որտեղ սարսափելի վիճակում էին, ընդհանուր մինչև գործարաններում վաճառում էին հաստոցները, ժեշտի կտորները եւ այլն, որտեղ աղքատության, կոլապսի ճգնաժամի մեջ էին։ Հաջորդը խաղակատարյալ պալատականի դերը։ Նիկոլի Նազիր վեզիրները, էլի։ Մենք սա նույնպես կարող ենք պրոյեկտել, ինչպես գիտենք, այս իշխանության վերնախավում կան մարդիկ, ովքեր որ բոլոր իշխանությունների ժամանակ եղել են առաջատար պաշտոններ։ Ավելին, մենք քաղաքապետարանում ունենք ընդդիմություն, որը ավելի շատ է լարահաչում, երբ որ Ավինյանին բան են ասում, քան եթե երևի իրականության կուսակցությանն ասեին կամ իրենց կուսակցության ղեկավարին։ Այդ բոլորը, ինձ համար այդ պալատականներն են, այդ այլընտրանքային, բայց խապուսիկ, շատ իշխանամետ ընդդիմությունը ու հա այդ պալատականների դերը Նիկոլի թիմը շատ լավ կարողանում է խաղալ։ Հաջորդը ստեղծիր քեզ նորից։ Պարտությունից հետո նորից վերագտնելու քեզ ձևաչափով։ Եթե պրոյեկտենք համաշխարհային օրինակի վրա, որտեղ վերջերս օրինակ չենք վերում, վերջին որոշ օրենքների շրջանակում, օրինակ Նելսոն Մանդելայի օրինակը կարող ենք վերել, որ ինքը բանտարկյալից դարձավ նախագահ։ Դե Նիկոլն էլ էլի բանտարկյալից դարավ վարչապետ, որոշ հիմարներն էլ իր բանտարկյալից վարչապետ դառնալը կապում են մեզ հետ, բայց դա ոչ մեկի հետ կապ չունի, դա Նիկոլի տեսակից է բխում։ Հաջորդը քո ձեռքերը մաքուր պահիր։ Այսինքն այն ամեն ինչը ինչ որ վատ բան ես անելու, արա ուրիշի միջոցով։ Ինձ թվում է Նիկոլը էլի երկուստը համատեղում է, գիտես։ Երբ որ ինչ-որ մի հատ հայտարարություն, չէ, բայց երբ որ ինչ-որ մի հատ հայտարարություն պիտի անի, որ ինքը հասկանում է, որ դա իրոք շատ մեծ աղմուկ կանի, այդ հայտարարությունը չգիտես ինչ է ազգային ժողովում անում է Ալեն Սիմոնյանը։ Հետաքրքիր բան ասացիր իրականում։ Ես միշտ նկատում եմ, այսինքն գուցե չհասկանանք, որ նա հենց Ալենի ասելիքը եւ որ Նիկոլն ասում որ Ալենը անի, բայց այդ Նիկոլը շատ է։ Եթե կհիշես Արադ Միրզոյանին էր, երբ որ գրում են ազգային ժողով հարց ու պատասխանի, միշտ այդ խաղաղության հետ կապված շոկային կետերը կամ ցենց անցումային սղծնելու կետերը միշտ Արարատն է անում։ Ստեղծիր հետևորդների համար հատուկ հավատ։ Այստեղ կարող ենք վերել ինչ օրինակ։ Եվ 18 թվականի օրինակները եւ Ռեյխի օրինակը կարող ենք վերել, Մաո
Մաո Ցեդունի օրինակը կարող ենք վերել։ Ոչինչ մենք չինարեն չգիտենք։ Մենք Աննա Հակոբյանի նման։ Այո։ Գործի համարձակություն օրինակ վերել, կներես, 18 թվին էլ էի ուզում օրինակ վերել, դրա հետ կապված, բայց արդեն մոռացա օրինակս, Մաո Ցեդունի պատճառով մոռացա։ Հաջորդը գործի համարձակությամբ։ Բայց նաև պետք է գնահատել իրավիճակը, Նապոլեոնի մասին օրինակ վերեցինք, եթե ավելի շտապեր, արդեն Նապոլեոնի մոտ չեր շուր ռիսկային էր, այսինքն համարձակությունը արդեն հավասարվել էր անհաշվետվողականության ու անհեռատեսությանը։ Նախապես պլանավորիր մինչև վերջ, սկզբից մինչև վերջ ինչ է լինելու, իհարկե կարող ենք վերել թե 18 թվականի օրինակը, որ քայլ առ քայլ Նիկոլ Փաշինյանն արդեն պլանավորել էր, ինչ պետք է անի, ոնց պետք է անի, ու եթե համաշխարհային օրինակ վերենք, Բիսմարկից էիր խոսում, կարող ենք հենց Բիսմարկի օրինակը վերել Գերմանիայի միավորելու հարցում։ Թող ձեռքբերումները ավելի թեթև եւ հեշտ Երևան։ Այստեղ ամենահետաքրքիր օրինակը, որ կարող եմ համաշխարհային քաղաքականությունից բերել, օրինակ Մակրոնի օրինակն է, որ ինքը բոլոր բարեփոխումները եւ այն ամեն ինչը որ ռեֆորմները անում է, ինքը ցույց է տալիս, որ դե տենց է պիտի լիներ, այսինքն թեթև է, չի դափնիներ իրեն չի վերցնում։ Հետաքրքիր քաղաքականություն է վարում Մակրոնը այդ առումով։ Որովհետեւ ինձ թվում է Մակրոնը նաեւ հասկանում է, որ եւ անձնական մակարդակով սկանդալների կիզակետում է եւ որպես քաղաքական գործիչ այլևս չունի այն իմիջը, ինչը որ ուներ իր կառավարման առաջին տարիներին, բայց հա Մակրոնը գիտես Մակրոնը Ֆրանսիայի ներքաղաքական կյանքում իր որոշումների համար պարծենալ չունի, բայց Մակրոնը շատ սիրում է պարծենալ եւ ֆիզկուլություն անել Եվրոպական միության ֆորումների հանդիպումների շրջանակում, երբ որ ինքը սիրում է շփումներ ունենալ տարբեր երկրի ղեկավարների հետ, սիրում է զանգել, կհիշես անգամ երբ որ նոր է սկսվել ռուսո-ուկրաինական պատերազմը, Մակրոնը զանգել էր նաև Պուտինին, այսինքն Մակրոնը սիրում է այդ պարծենկոտությունը Եվրամիության շրջանակներում, արտաքին աշխարհում, բայց Ֆրանսիայի ներքաղաքական կյանքում բավականին համեստ է, շատ ճիշտ ես նկատել։ Հաջորդը խաղամարկանց երևակայության վրա, այսինքն ստեղծիր ինչ-որ իդեալ, որովհետեւ մարդիկ ցկտեն այդ American Dream-ը 80-ականների ամոթալի զենքերն էին, լավ զենք չունեին, Սերյան Օհանյանի ժամանակ կանսերվայի բանկաներ էր սահմանին, այս չկար, այն չկար, 80-ականների ամոթալի էջը փակում էին եւ այլն, միայն բանակում չծառայած ու ռազմարվերտի զրոյական գիտելիքներ ունեցող մարդը կարող է չհասկանա, որ զենքը հագուստ չի, այն չի կարող լինել թրենդային, մոդայիկ, չգիտեմ։ Եվ բոլոր բանակներում են մինչև այժմ կան 80-ականների զենքեր, 70-ականների։ Եվ ոչ թե զենքի 2010 թվականի արտադրությունն է կարևոր եւ ոչ թե 80-ական թվականի արտադրությունն է կարևոր, այդ ինչ մարտական առաջադրանքա զենք լինելով 80-ական թվականների զենք կարողանում լուծել։ Ով է լուծում, ով է հրաման տալիս, ինչ որակներ ունի այդ մարդը։ Այո, եւ ընդհանուր միջև ոչ միայն զինվորը, այլ նաեւ սպայական անձնակազմը։ Ու կհիշես մինչև 44-օրյա պատերազմը, որ թեթև մարտեր եղան Տավուշում, այդ ժամանակ մեր զինվորները ինչ որ բավականին ցածր գին ունեցող զենքով եւ բավականին հին զենքով կարողացել էին բավականին թանկարժեք ադրբեջանական զենք որովհետեւ դա երրորդ պաշտպանական կորպուսի պրոֆեսիոնալության արդյունքներ եւ Գրիգորի Խաչատուրովի պրոֆեսիոնալության արդյունքներ։ Ոչ միայն իր, այլ նաեւ իր ընկերների եւ սպայական մնացած անձնակազմի։ Հաջորդը եղիր արխայական քո վարքով։ Նիկոլն ու Աննան շատ արխայական են իրենց վարքով, անընդհատ կարելի է նայել եւ հիանալ։ Չէ, իրականում այդ առումով իրենք տապալված են, մնացած առումներով կարող եմ համաձայնվել, բայց այդ առումով կարծում եմ տապալված են, որովհետև իրենք ինձ համար ամենայն դեպս ծիծաղելի իմիջով են շատ հանդես գալիս, այդ հագուստների ընտրությունից մինչև սանրվածք եւ այլն։ Շատ լավ, ինձ թվում է մենք հիմնական հարցերը քննարկեցինք, հիմնական օրենքները քննարկեցինք, իհարկե էլի կային օրենքներ, բայց Այդ էլ պահենք, որ ինձ մյուս անգամ հրավիրես այդ ժամանակ քննարկենք։ Այո, շատ ուրախ եմ, որ հյուրընկալվեցիր։ Հուսով եմ դուրդ եկավ մեզ։ Շատ։
զրույցը։ Սիրով էլի կգամ, եթե էլի կանչես։ Շատ լավ։ Դե ինչ, այսօր ավարտեցինք մեր ոդկասթի հերթական թողարկումը։ Բավականին հետաքրքիր խոսակցություն եղավ, հետաքրքիր նորություններով, գրքի քննարկումներով եւ հուսով եմ, որ մոտ ապագայում կհանդիպենք նոր գրքերի քննարկումներով եւ նոր հետաքրքիր իրողություններ բացահայտելու համար։ Շնորհակալություն։